Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Քաղաքի մարդիկ մշտապես արհամարհում էին նրան։ Նրանք բոլորը ինձ մատով են ցույց տալիս, կարծես թե իրենց կյանքում ամեն բան կատարյալ է։ Ես հույս ունեմ, որ երբ գնամ ջրհորից ջուր քաշելու, ոչ ոքի չեմ տեսնի։ Երեկոյան ժամը 12-ին կինը վերցրեց իր ջրի կուժը և դուրս եկավ քաղաքից։ Օրվա այս ժամին, երբ արևը շատ ուժգին էր, նա ճանապարհին գրեթե ոչ ոքի չէր հանդիպում։ Սուքարի մարդիկ սովորաբար ջրհոր էին գնում առավոտյան կամ երեկոյան։ Օ ոչ, այդ ով է նստած ջրհորի մոտ։ Ինձ խմելու ջուր տուր։ Ինչու ես ինձ հետ խոսում։ Դու հրեա ես, իսկ ես սամարացի կին։ Օտարականը չգիտեր, որ հրեաները չէին շփվում սամարացիների հետ, քանի որ նրանք պաշտում էին կուռքերի և ամուսնանում օտարականների հետ։ Նա գիտեր դրա մասին, սակայն նա երբեք չէր արհամարհում ուրիշներին։ Ոչ նա, Հիսուսը տարբեր էր։ Եթե իմանայիր, թե ով եմ ես, ինձնից կենդանի ջուր կուզեիր, և ես քեզ կտայի։ Ինչպես պետք է ջուր հանես։ Ջրհորը շատ խորն է։ Ով որ խմի այս ջրից, նորից կծարավի, իսկ իմ տված ջուրը խմելուց հետո երբեք չես ծարավի։ Մեր սրտի ցանկությունները ծարավ լինելու պես են։ Երբ կատարվում են, նոր ցանկություններ են առաջ գալիս և այդպես շարունակ։ Սիրտը երբեք գոհունակ չէ։ Ծարավը երբեք հագեցած չէ։ Ոչ մի լավ փորձառություն, ոչ մի սպորտային մրցանակ, ոչ մի լավ ընկեր չի կարող հագեցնել այս ծարավը։ Այս կյանքի ծարավը կարող է միայն նրա միջոցով հագեցնել, ով նստած էր ջրհորի մոտ։ Կինը զգաց դա։ Տուր ինձ այդ ջրից և ես այլևս կարիք չեմ ունենա այս ջրհոր գալու։ Գնա և կանչիր քո ամուսնուն։ Ես ամուսնացած չեմ։ Գիտեմ, դու 5 ամուսին ես ունեցել, իսկ ում հետ որ հիմա ապրում ես, քո ամուսինը չէ։ Հիսուսն ամեն բան գիտեր նրա մասին և չէր անտեսում սամարացուն։ Ես գիտեմ, որ Աստված խոստացած փրկչին է ուղարկելու։ Նա ես եմ։ Հիսուսը նրա մեղքերը ներեց և նոր, գոհունակ սիրտ տվեց։ Կինը ուրախությամբ լեցուն, լցրեց իր կուժը և վազեց քաղաք։ Նա շատերին կանչեց, որ գնան Հիսուսի մոտ։ Իսկ ես քեզ եմ հրավիրում, որ գաս Հիսուսի մոտ։ Այնուհետև դու էլ կարող ես ասել այն, ինչ ասացին Սուքարի բնակիչները։ Հիմա ես հավատում եմ Հիսուսին, բայց ոչ նրա համար, որ դու ասացին մեզ, այլ քանի որ ինքս տեսա Հիսուսին։ Նա իրապես աշխարհի փրկիչն է։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։